Այսօրվա իմ խոսքը հենց վախի մասին է, թե ինչերն են վախեցնում մարդկանց ու մարդիկ ոնց են այդ վախի մեջ մնում ու չեն կարողանում Աստծո հետ շարժվել այն ճանապարհով հավատքի մեջ, որը իրանց համար Աստված արդեն պատրաստել է։ Գիտեք, դու այսօր կարող ես լինես ուժեղ հավատացյալ, բայց ապրես վախի մեջ։ Դու այսօր կարող ես շատ բաներ տեսնես քո կյանքում, բայց միշտ այդ վախի զգացումը քո կյանքից չհեռանա։ Դու վախենաս ինչ-որ քայլ անելուց, վախենաս Աստծո հետ շարժվելուց, վախենաս ու ոչ մի բան չկարողանաս անել։ Որտեղ վախը, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքի մեջ 365 անգամ ասում է՝ մի վախեցի։ Փաստորեն վախը չվախենալը շատ կարևոր է քրիստոնյայի համար։ Ամեն։ Եվ դա հավատքի հետևանք է, երբ որ մենք հավատում ենք Աստծո խոսքին եւ չենք վախենում այն ամենից, ինչ որ մեր շուրջը կատարվում է։ Որտեղ եթե մենք վախենանք, մենք չենք կարող առաջ գնանք եւ վախը բերում է վախկոտություն։ Ո՞վ է տեսել վախկոտ մարդ եւ ավարտասե այն մարդկանց, ովքեր որ զորավոր են եւ գնում են եւ դառնում են հերոս, որտեղ նրանք չեն վախենում։ Ասա հերոս դառնում են նրանք, ովքեր որ չեն վախենում։ Իսկ վախկոտները միշտ ինչ են անում, նրանք նաև թուլացնում են իրանց շրջապատը, թուլացնում են այն մարդկանց, ովքեր որ ուզում են ինչ-որ բան անեն։ Դրա համար այսօր Աստված խոսք է դրել իմ սրտի մեջ եւ ասում է քեզ չվախենաս։ Ամեն։ Չվախենաս այն իրավիճակներից, որոնք այսօր քո շուրջը կան, չվախենաս ոչ մի բանից, այլ եղիր համարձակ, եղիր հավատքով լցված եւ սիրո մեջ ամեն հաղթանակներ ունեցի քո բոլոր ընթացքի մեջ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Մի քանի տեղ եմ վերցրել եւ ես տեսամ մի բան, որ հենց դա, որ այսօր շատերը վախի մեջ են ապրում, չնայած նրան, որոնք Քրիստոսի հետ են։ Ամեն։ Եվ դու այսօր կարող ես Քրիստոսի հետ լինես, բայց վախի մեջ ապրես։ Բայց ճիշտ ժամանակին, երբ որ դու դիմում ես Քրիստոսին, ինքը քեզ սովորեցնում է չվախենալը, որտեղ մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, ի սկզբանե մինչև Քրիստոսը Աստված միշտ խոսում էր իր ժողովրդի հետ եւ ասում էր չվախենաք, բայց հանգամանքները միշտ վախ էին առաջացնում։ Հանգամանքները այնպես է ստացվում, որ ժողովուրդը գալիս էին միտեղ կանգնում էին եւ տեսնում էին իրենց հետևից ընկած թշնամուն եւ այն խոչընդոտները, որոնց իրանց տուպիկի մեջ էր պահում։ Բայց Աստված իր խոսքի համաձայն կատարելու այն ամեն ինչ որ ասել է։ Եթե նա ասում է միջև վերջ ես քո հետ եմ, ասա Հիսուսը միջև աշխարհի վերջը իմ հետ է։ Ու ուր էլ գնաս ես քո հետ կլինեմ։ Չվախենաս, չզարուրես, միայն հավատա եւ դու օրհնված կլինես։ Ամեն։ Այսօր Աստված այնքան հետաքրքիր ձևով է գործում մեր կյանքում, որ մենք շատ ժամանակ չենք նկատում կամ չենք ուզում նկատենք։ Մենք չենք ուզում նկատենք մեր կողքում, մեր կողքը եղած քրոջը։ Հալելույա, ու մեջ կա պարգև։ Մենք չենք նկատում մեր եղբայրներին։ Մենք չենք նկատում այն ծառայությունները, որոնք Աստված բարձրացնում է։ Եվ մեր համար անտարբերություն է, եւ կա ինչ-որ վախ, երբ որ դու չես կարողանում քայլ անես դեպի այդ ծառայությունը, դա վախն է։ Դու վախենում ես կորցնես քո աշխատանքը, դու վախենում ես կորցնես քո ժամանակը, դու վախենում ես կորցնես քո ֆինանսները, եւ այդ ամեն այդ վախերը թույլ չեն տալ։ Դու կարող ես ասես ես չեմ վախենում, բայց վախերը թույլ չեն տալի, որպեսզի դու գնաս հաղթանակի։ Եվ այսօր Տերը լուրջ իմ սրտի հետ խոսացել է։ Եթե իմ ժողովուրդը ուզում է հաղթի, նա չպետք է վախենա։ Ոչ մի բանից մի վախեցի։ Եվ թող քո սիրտը չխռովի։ Որովհետև եթե քո սիրտը ինչ-որ բանից խռովում է, գալիս է վախը, բա ոնց կարա լինի, հա? Ապագան, ոնց կլինի վաղը։ Ես քեզ ասեմ, եթե դու չվախենաս, վաղը էլ է լավ լինելու։ Քո վաղվա օրը Աստված արդեն կանխորոշել է, որովհետև նա իր ապահովությունը եւ իր հովանին դրել է քո վրա, հալելույա։ Եվ ասում է, եւ դու չես վախենա գիշերվա զարուրանքից։ Այն նետիցը, որ թրջում է ցերեկը, եւ երբ որ մենք կարդում ենք 91 Սաղմոսը, մենք տեսնում ենք, որ
Աստծո հովանին շատ կարևոր է, որպեսզի մենք լինենք նրա թևերի տակ եւ լինենք նրա հովանու տակ, եւ նա լինի մեր ասպարը, նա լինի մեր հույսը, նա լինի մեր հավատքը եւ ամբողջությամբ նրա խոսքը մեր մեջ բնակվի, որ մենք կարողանանք հաղթարենք այն ամենը, ինչ որ այսօր աշխարհում կատարվում է։ Եվ գիտես, Հիսուսը ինքը զգուշացրեց, ասեց, կլինեն շատ բաներ կլինեն, բայց չխռովեք ու չվախենաք, որտեղ պետքա լինեն։ Բայց ինչն է կարևորը, ինչ էլ ուզում է լինի, գալիս է մի պահ, երբ որ վախը գալիս է, գիտեք դա վախի ոգին է, որը ուզում է կանգնեցնի, որը մեծ բաներ է խոսում։ Եվ դու դրանից ինչ ես անում, վախի մեջ ես ընկնում, հա, բան որ դու չանես չի լինի էսի, բան որ ես բանը չանես չի լինի էսի։ Սա մտքեր են, որոնք սատանան միշտ բերում է, որպեսզի քեզ պահի միշտ այդ կոնտրոլի տակ, որ հանկարծ դու չդուրս գաս այդ ազատության մեջ, որ Աստված ուզում է ազատի քեզ։ Հալելույա։ Որտեղ մենք ազատության հոգով ենք մկրտված։ Ասա ես ազատության հոգով եմ լցված։ Ոչ թե երկչոտության, ոչ թե գիտես sense նախանձի, ոչ թե վախի, ոչ թե հակառակության, այլ ազատության։ Փառք Հիսուսին։ Եվ Աստված որդեգրել է մեզ, որպեսզի մենք նրա որդիները լինենք, որպեսզի մենք համարձակ լինենք եւ հաղթարենք այն ամեն դժվարությունները, որոնք այսօր մեր կյանքի մեջ գալիս են։ Փառք Հիսուսին։ Եվ հենց այսօր կարևորը, որ այդ բոլոր վախերից ազատված այսօր գնանք եւ որոշում կայացնենք ու քանենք Տիրոջ հետ եւ նրա խոսքը լինի առաջնային մեր կյանքերում, վերցնենք խոսքը, որտեղ խոսքը զորություն ունի եւ ապրենք այդ խոսքով։ Ոչ թե նայենք մարդկանց, ոչ թե նայենք նրանց, ովքեր որ իրենց վարքով, իրենց գիտես խոսակցությունով կարող են կանգնեցնել այն շարժը, որ Աստված ուզում է, որտեղ հենց վախի պատճառով է կանգնում այդ Աստծո շարժը, Աստծո ծրագրերը, Աստծո տեսիլքի իրականացումը։ Գիտես, մի տեղ եմ ուզում հիմա կարդամ, մենք կտեսնենք, թե ինչ մեծ վախ էր եկել Իսրայել ժողովրդի վրա, երբ որ նրանք եկան, հանդիպեցին թշնամիներին, ու թշնամիների բանակում կար մեկը, որ ամեն օր դուրս էր գալի եւ փնովում էր Աստծո ժողովրդին։ Գիտես, ես չեմ կարծում, որ քո կյանքում չկան մարդիկ, ովքեր որ քեզ փնովում են քեզ հավատացյալ լինելու պատճառով։ Խոսում են կողքից։ Բա ինչ ես գտել, ուր է քո Աստված, ինչ կարա քո Աստված անի, հա? Ես ավելի ուժեղ եմ, ես ավելի իշխանություն ունեմ, ես ավելի ուժ ունեմ։ Եվ վախը գալի, ուզես թե չուզես, վախը գալիս է, բայց ամենակարևորը, որ դու ընկերանաս նրա հետ, ով վախ չունի։ Փառք Հիսուսին։ Որ ինքը ասի, գիտես ինչ, մենք երկուսով կգնանք ու կհաղթենք։ Որտեղ Աստծո խոսքը ասում է, եթե երկուսը միաբանվեն, ես կորտնեմ։ Նրանց հաղթական կտամ։ Ու սատանայի ամենամեծ, գիտես, զենքը որն է, որ մարդուն առանձնացնում է, մարդը ընկնում է դեպրեսիայի մեջ, վախի մեջ, եւ ինքը չի կարողանում կողմնորոշվի, որտեղ կողմնորոշվելով եւ խաղաղության մեջ ինքը ճիշտ մտածում է, Աստծո խոսքը վերցնում է եկսալիսուրը եւ սկսում է հաղթանակը, հալելույա։ Եվ սկսում է դեմ կանգնել այն հավատքով, որը իր մեջ կա։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Ուզում եմ որ բացեք առաջի Թագավորաց 17-րդ գլուխ։ Հալելույա։ Առաջի Թագավորաց 13-րդ գլուխ 17-րդ գլուխ 17 մի րոպե սիրելիներս 12-րդ խոսքից կարդանք 17-12-ը բայց Դավիթը այն Եփրատցի այսինքն Հուդայի Բեթլեմի Հեսե անունով մարդի որդին էր եւ նա 8 որդի ուներ եւ նա Սավուղի ժամանակներին մարդկանց մեջ ծեր մարդ էր համարում եւ Հեսեի 3 մեծ որդիներ դուրս էին եկել Սավուղի
Ետևից պատերազմի գնացին եւ պատերազմի գնացող 3 որդկանց անունները բոլորը գնացել էին եւ ասում են եւ Դավիթը կրտսերն էր եւ 3 մեծերը Սաղուլի հետևից գնացին բայց Դավիթը Սաղուլի մոտից դուրս էր եկել հետ դառել Բեթլեհեմ որ իր հոր ոչխարները արածեցնե եւ այն փշտացին 40 օր առավոտ եւ իրիկուն մոտենում էր եւ կանգնում եւ Եսեին իր որդի Դավիթին ասեց քո եղբայրների համար նայ 40 օր Իսրայելին դուրս էր գալի ամբողջ բանակին ու այսօր կարա ինչ-որ մեկը այդ վախը բերի ամբողջ բանակի վրա եւ եկեղեցու վրա վախ կա բայց ինչն է կարևոր ասում է 40 օր նա դուրս էր գալի եւ ինչ էր անում նախատում էր Իսրայելին գիտեք նրանք զինված էին նրանք ամբողջ բանակը զինված էր եւ պատերազմի պատրաստ էին բայց վախը թույլ չէր տալիս հաղթանակ ունենալու ու կար մի հոգի որ չվախեցավ մի հոգի որ ընդհանրապես վախ չուներ եւ իր ամբողջ հույսը Աստված էր նա գիտեր հաղթանակի բանալին նա գիտեր որ Տիրոջ անվան մեջ կա զորություն նա գիտեր որ երբ որ ինքը գնա Տիրոջ անունով այդ աժդահ հսկա մարդը որ նախատում էր Իսրայելին կլինի պարտված եւ այսօր քո կյանքում սիրելիս կարա մի փոքր քարը քեզ տա հնարավորություն տապալելու այն վախը որը քեզ վախեցնում առաջ գնալու եւ հաղթանալու Փառք Հիսուսին Գիտեք, երբ որ մենք սկզբից նայում ենք, մենք տեսնում ենք այն ամբողջ ընթացքը, որ Իսրայելը ուներ, միշտ հաղթանակներ էր ունենում։ Մենք տեսնում ենք այդ հաղթանակները, մենք տեսնում ենք նրանց զորությունը, Աստծո ներկայությունը, բայց եկա մի պահ, որ ամբողջ բանակը ընկավ վախի մեջ, մի հոգու պատճառով։ Բա ոնց կլինի։ Հալելույա։ Եվ Դավիթ առավոտ կանով վեր կացավ ոչխարները Պահապանին հանձնեց եւ վերավ գնաց ինչպես որ Հեսեն նրան հրամայել էր եւ երբ որ նրան կարգերի տեղը զորքերը կարգավ շարվում ու պատերազմի համար բարձր ձանով աղաքում էին եւ Իսրայելն ու փշտացիները շարվեցան ճակատ եւ Դավիթն իր վրայից ամանները հանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը եւ գնաց իր եղբայրին հարցրեց թե ողջ են Երբ որ նա նրանց հետ խոսում էր, ահա այն նինջնա մարդիկ փշտացի Գողիաթ անունով, որ գետիցն էր փշտացի գունդերիցը դուրս եկավ եւ այն խոսքերի պես խոսեց եւ Դավիթը լսեց։ Ինչ արեց։ Ամբողջ ժողովուրդը լսում էր, ամբողջ բանակը լսում էր ու վախի մեջ էր, բայց Դավիթը լսեց չվախեցավ։ Ասա ինչ էլ անի սատանան ես չեմ վախենալու։ Փառք Հիսուսին։ Ու տեսեք ինչ ասում։ Եվ Դավիթը լսեց, եւ Իսրայելի բոլոր մարդիկը, երբ որ այն մարդին տեսան, նրա երեսից փախան եւ շատ վախեցան։ Եկել էին զինված, հաստեց պատերազմի, պատրաստված, որ հեսա պետք է պատերազմեն, ինչ որ մի հոգի նրանց բանակից մեջից դուրս եկավ, ու սա փախան, ու ինչ արեցին, վախեցան։ Նրա երեսից փախան եւ շատ վախեցան։ Կարաս ասես Հիսուս ջան ինձ ուժ տուր, որ չվախենամ։ Որ հավատամ եւ քայլեմ առաջ հավատքով։ Գիտես վախն ու նեղոսկատությունը ըստ մարդ որ ինչ որ մեկից նեղանում է վախը գալիս է ասում է վերջ քո վերջն եկել է ասա այն վերջը չի եկե որտեղ ես ապրել եմ հավիտյան հալելույա Փառք Հիսուսին ու տեսեք ասում է եւ Իսրայելի մարդիկն ասեցին այս դուրս եկած մարդը տեսար որ դուրս է եկել Իսրայելին նախատելու, ով որ նրան մերցնե, թագավորը մեծ հարստությունով հարստացնելու է նրան, երբ աղջիկը նրան է տալու, եւ նրա հորտունը Իսրայելի մեջ ազատ է անելու։ Տեսեք ինչ մեծ պատվի է արժանացնելու, ասա իմ թագավորը Հիսուսն է։
ու սպասում է իմ հաղթանակին, որ ինչ անի, օրհնի։ Ստես դու, թագավորը այս ամեն անելու է ու նա ազատ է լինելու։ Այստեղ ազատության հոգին գալիս է, երբ որ դու չես վախենում ու քայլում ես Աստծո խոսքով։ Փառք Հիսուսին։ Դուք հասկանում եք ինչ հրաշալի, երբ որ կանչում են, սաղ փախնում, վախեցած, Դավիթը լսում է, ու Դավիթին ասում են, ով որ սրան հաղթի, թագավորը նրան պատվի արժանացնելու։ Իր աղջիկան է տալու, հարստացնելու է ու ազատ է տալու, ազատություն է տալու։ Հիմա ինչ եք պատկերացնում, Հիսուսը ում է օրհնում, ում է զորացնում, ում է պատվի արժանացնում եւ ում է տալի հնարավորություն առաջ գնալու։ Եվ ում է օծում։ Աստծո խոսքը ասում է, հաղթողները կմտնեն երկնքի արքայություն։ Պտտվի կողքին տասա, դու հաղթելու ես։ Որտեւ եթե դու չհաղթեցիր, վախեցար, խոսքը ասում է, վախկոտները չեն մտնելու։ Ստես դու։ Սա շատ լուրջ է, սիրելիներս։ Լուրջ է այսօր, որտեղ խոսքն ասում վախկոտները չեն մտնելու, ու ինչ է անում, ազատ է անելու, տալու է հնարավորություն, ու այսօր Աստված պատրաստ է հաղթողին տալու պսակը, տալու օրհնությունը, օծելու, որ ավելի զորանա, պահելու նրան իր հովանու տակ, որտեղ մենք չենք փախնում կռվի դաշտից։ Դուք գիտեք, որ այսօր մենք կռվի դաշտում ենք։ Սա կռվի դաշտ է, այո, կարող է վիրավորվես, բայց Աստված միշտ կանգնած է վիրավոր սրտերի մոտ, ինքը բժշկում է, ասում է վեկած, կանգնիր, լուսավորվիր, չքնես հանգարց, չթուլանաս հանգարց, ես քո հետ եմ, հալելույա, ասա Հիսուսն իմ հետ է։ Փառք Հիսուսին։ Դրա համար ոչ թե վազի մարդուց սպասի, այլ վազի Հիսուսին։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան փոխվի, վազի Հիսուսի մոտ։ Այդ փոխհարաբերությունները սկսի ճշտել։ Ոչ թե մարդուց սպասի, սպասի Աստծուց, որտեղ ստացվում է թագավորն է տալու։ Սա չի ասում քո վրա ինչ-որ դրված մարդ է տալու, այլ թագավորը, ում որ Աստված օծել է։ Փառք Հիսուսին։ Իսկ մեր թագավորը Հիսուսն է։ Հալելույա։ Եվ տեսեք, եւ Դավիթն ասեց, հիմա ես ինչ եմ արել, այս բանը չէ, եւ նրա մոտից մեկ ուրիշ մարդի դարձավ եւ նույն խոսքերն ասեց, եւ ժողովուրդն էլ առաջի խոսքերի պես պատասխանեցին նրան։ Եվ լսվեցավ այն խոսքերը, որ Դավիթը խոսել էր, երբ որ Սամուելի առաջին պատմեցին, բերել տվավ նրան, հալելույա։ Շատ կարևոր է քո խոսքը։ Ես կգնամ ու կհաղթեմ։ Դու չես կարող։ Գրես ինչքան մարդիկ կան, որ կանգնած են ասում, դու չես կարող։ Դու լը հմուտ չես։ Դու լը փորձված չես։ Դու լը պատրաստված չես, այդ զենքերը քո վրա չկա։ Գրես կարևորը նա, որ Աստված էր պատրաստել։ Որ նա հավատում էր կենդանի Աստծուն։ Որ նա հավատում էր, որ պետք է գնա դրա դեմ Աստծո անունով, այլ ոչ թե զենքերով։ Փառք Հիսուսին։ Եվ նա գնաց։ Եվ մենք հետագայում տեսնում ենք ինչ արեց։ Իրա սրով իրա գլուխը կդրեց։ Ասա թշնամու սրով իրա գլուխը կդրեց թշնամու գլուխը։ Այսօր մենք պետք է լուրջ վերաբերվենք ամեն ինչին, ինչ որ մեր շուրջը կատարում։ Ես էլ եմ ասում, մի հոգու պատճառով, մի հոգու կարող ամբողջ եկեղեցին ընկնի վախի մեջ։ Եվ Աստված չանի, որ այդ մի հոգին լինի եկեղեցուց։ Աստված չանի, որ սաղի վրա վախ բերի։ Ոչ թե Աստծո վախը, այլ մարդկային վախը, կորուստի վախ, որ հանգած թուլացնի ինչ-որ կողքինի սիրտը։ Ինքը վախենա, ու մյուսն էլ վախի մեջ գցի։ Գրեք 12 հոգու ընտրվեցին, ընտրված մարդիկ, իշխաններ, ընտրեցին եւ ուղարկեցին, որպեսզի երկիրը շրջեն եւ ասեն,
Որտեւ Աստված ասել սա տալու եմ ձեզ։ Ու գիտես ինչ կատարվեց։ 12-ից 10 եկան եւ ժողովրդի սիրտը գցեցին վախի մեջ ու թուլացրեցին։ Գիտեք, երբ որ ժողովրդի սիրտը վախենում ու թուլանում է, տեսիլքի իրականացումը երկարում է։ Տեսիլքը կանգնում է, չի կարող առաջ գնալ։ Եվ դու իրավունք չունես լինես այն մարդը, որ բերես վախ։ Այլ դու համարձակ պետք է լինես, Աստծո խոսքը վերցնես եւ հաղթողի կարգավիճակում կանգնես, որտեղ ազատության հոգով ես դու լցված, հալելույա։ Ոչ թե երկչոտության, նեղացկոտության, հակառակության։ Փառք Հիսուսին։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Կաս թե մարդը որ ընդունում է այդ ամենը, ինչ որ Աստված ուզում է անի։ Ես հաղթող եղել եմ ու կամ ու լինելու եմ հաղթող, որտեղ ես հավատում եմ Քրիստոսին։ Եվ ոչ մի բան չի կարող ինձ կանգնեցնի առաջ գնալու։ Հալելույա։ Որտեղ եթե ես հաղթող չլինեի, ես այստեղ ինչ գործ ունեի։ Հաղթողն է խոսում հաղթանակի մասին։ Դու այստեղ ես։ Բարդված մարդը ինքը չի կարող հաղթանակի մասին խոսալ։ Ինչ ենք հաղթում, բոլոր այն դժվարությունները, այն նեղությունները, այն հարձակումները, այն սխալ բաները, որոնք մեր շուրջը կատարում են, այդ ամենը ինչ անում, հաղթարվում է, հաղթանակով, հաղթում ես առաջ ես անցնում, որտեղ Տիրոջ խոսքը ամուր ես բռնում, որտեղ դու հավատում ես Տիրոջ խոստմունքներին, եւ Տիրոջ անունով ես քայլում, Փառք Հիսուսին, ասա Փառք Հիսուսին։ Մյուս տեղը, որ ուզում եմ կարդամ, հալելույա, Ելիս 14, Ելիս 14, հալելույա, փառք ես Տեր, 13-րդ խոսքից։ Եվ Մովսեսն ասեց ժողովրդին, մենք գիտենք, չէ, ինչքան հրաշքներ արեց Աստված Եգիպտոսի երկրում։ Ամեն։ Սա սուքի մեջ էին, բայց Իսրայելը ուրախության մեջ էր։ Որտեւ Աստված հրաշք էր արել, որտեւ ոչ մի կորուստ չունեցան, այլ ամեն ինչի մեջ Աստված հոգ տարեց, որպեսզի փարավոնին ցույց տա իր փառքը, եւ այն հրաշքները, որոնք գործում էին, աշխարհի մեջ դերեձևի հրաշքներ գործված չէին։ Ու Աստված Մովսեսի միջոցով այդ հրաշքները գործեց ժողովրդին ազատության մեջ տանելու համար, այն ավետյաց երկիրը, որը խոստացված էր։ Փառք Հիսուսին։ Դու հավատում ես, որ քեզ խոստացված է երկնքի առկայությունը։ Եվ մենք իրար հետ պետք է գնանք, ամեն։ Դու գնալու ես իմ հետ։ Կաս թե մարդը, որ ուզում է իմ հետ գնա։ Չէ, շատերի ձեռներ չեն բարձանում, կարող երևի չես ուզում։ Մենք գնալու ենք։ Փառք Հիսուսին, ինչ դժվարություն էլ լինի, որովհետև խոսք կա, տեսիլք կա, եւ տեսիլքի իրականացման համար երբեք Աստված իր խոսքից դուրս չի գալու, միջև որ չկատարի։ Աստծո խոսքը մնալու է հավիտյան։ Ասում է երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքից մի նշուն անգամ չի անցնի, միջև որ չկատարվի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հրաշքներ, նշաններ, եկավ ժամանակը, որ ամբողջ ունեցվածքը, գիտես ինչ էր, դատարկ դուրս չեկան, նրանք կողոպտեցին Եգիպտոսը ու լավ էլ հարստությունով դուրս եկան։ Բայց այդ հարստությունը, սիրելիներս, նրանց հույսը այդ հարստության վրա չէր, որովհետև եթե այդ հարստության վրա լիներ, իրանց մոտ ինչ-որ բան ճիշտ չէր կատարվի։ Բայց վախը ծածկեց այդ հարստությունը։ Լսում եք։ Նրանք ուրախացան, որ դատարկ չեն դուրս եկել, օրհնված են, գնում են, հալելույա, եկան մի տեղ, հասան, որ դեմից ծովներ, հետևից էլ փոշմանած փարավոնի զորքը։ Ու ընկել են ոնց որ եղել է դեպք, որ լսել եք սնես մի հատ խոսք, երկու քարի արանքն եմ։
Դսել եք այդ ձերի բան, որ ասում են գինեմ 2 քարի արանք չեմ կարող իմանամ ինչ անեմ։ Ես քեզ կասեմ ինչ անես։ Ասա այսօր ելք կա։ Ես ամբողջ Իսրայելի ժողովրդի 3 միլիոն մարդ ընկել էր 2 քարի արանքը։ Գիտես դեմը ծովներ արջևում, հետևում զորքը։ Ասա Տերն է իմ հովիվը։ Ես ոչ մի բանից չեմ վախենա։ Փառք Հիսուսին։ Բայց փաստորեն ժողովուրդը վախեց։ Տեսեք ինչ անում։ Եվ Մովսեսն ասել ժողովրդին. մի վախեք։ Հալելույա։ Ասա ես չեմ վախենալու։ Մի վախեք, կանգնեցեք եւ տեսեք Եհովայի փրկությունը։ Որ այսօր կանե ձեզ համար, որտեղ ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Եհովան ձեզ համար պիտի պատերազմե եւ դուք լուր կացեք։ Երկու քանի արանքից ինչ ես անում, լուր ես մնում, թույլ ես տանի, որ Աստված իր գործը անի քո կյանքում, որտեղ կարող դու շատախոսություն անես եւ դա կանգնեցնի Աստծո գործը քո կյանքում, դու կարող ես սխալ խոսաս, այլ ինչ պետք անես, լուր մնաս եւ տեսնես Աստծո փրկությունը, Փառք Հիսուսին, թույլ տաս նրան, ում որ վստահված է, թույլ տաս նրան, ով որ պետք է խոսի, թույլ տաս նրան, ով որ պետք է առաջնորդի, Աստծո խոսքով տանի եւ այդ ամենը, կատարի ինչ որ Աստված ասել էր։ Եվ գիտեք սիրելիներս, հենց այնպես չի, որ դու այսօր այստեղ ես, որտեղ Աստված է քեզ բերել եւ վստահել։ Հալելույա։ Եվ այդ վստահությունը, որ Աստված քո մեջ պետք է արթնացնի, վստահես Աստծո խոսքին եւ քայլես քո ճանապարհով, քայլես Աստծո ճանապարհով եւ ունենաս հաղթանակներ եւ քո անձնական կյանքում, եւ քո ծառայության մեջ, եւ Քրիստոսի հետ, հալելույա։ Գիտեք, շատ ժամանակ, երբ որ ես քարոզում եմ, ես նայում եմ ամբողջ լսարանին, հոտին, ու գիտեք մի ինձ տպավորություն է, դու գիտեք, որ եթե ինչ-որ մեկը ծռված է, այդ ծռված մարդու կարգավիճակը խանգարում է Տիրոջ գերբնական հրաշքներին, անհավատությունը, թերավատությունը, վախը, հակառակությունը, այդ ամենը դուր է բացում, որպեսզի Աստծո հրաշքները չկատարվեն։ Եվ այսօր շատ մենք լուրջ պետք է վերաբերենք, եթե մենք ուզում ենք այսօր տեսնենք հաղթանակ, մենք ամբողջությամբ պետք է հավատանք Աստծո խոսքին, հավատանք այն տեսիլքին, հավատանք, որ Աստված է եկեղեցու գլուխը եւ նա է մեր առաջնորդը։ Փառք Տիրոջը։ Հիմա կանգնեք ու տեսեք Աստծո արած գործը, որ ծովը կբացի ձեր համար եւ հետևից էլ այն եգիպտացիները, որոնք ընկած են այն թշնամիները քո հետևից, ինչ կանեն, այլևս չես տեսնի։ Ու Աստված կործանում է բոլոր թշնամիներին, որ քո հետևից ընկնում է, եթե դու ճիշտ ճանապարհի մեջ ես։ Դու տեսիլքի մարդ ես։ Դու գնում ես այն ճանապարհը, որ Տերը քեզ տվել է, ցույց է տվել։ Եվ Աստված փառավորվում է։ Փառք Հիսուսին։ Ձեզ այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս չպիտի տեսնեք հավիտյան, ասա հավիտյան։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչքան վախեր կային, վախ կար ուտելու համար, վախ կար խմելու համար, գալիս էր պահը, երբ որ Աստված մանանան տվեց, նրանց հրաշքով ջրեր տվեց, նրանց հրաշքով շորերը չմաշեցին, կոշիկները չմաշեցին, հրաշք կատարվեց, օձերը կծեցին, շատերը մահացան, բղնձի օձ կառուցեց, ով նայում էր, փրկվում էր։ Բայց էլի վախը կար։ Ու գիտես մի տեղ ասում է, Եգիպտեսում գերեզմաններ չկային մեր համար, որ ընդ մեռնեինք, եկանք հասանք ստե, ու գանից դա ճանապարհ, երբ որ
Գիտես, ոչ ելք չկա, ոչ դեմից, ոչ հետևից, ոչ մի բան, բայց հավատքը, ասա հավատքը, թույլ է տալի մեզ դուրս գալու ամեն իրավիճակներից, որտեղ ասում է չկա մի բան, որ Աստված չկարողանա օգնել, հալելույա։ Ու այսօր քո կյանքում չկա մի բան, որ Աստված չկարողանա։ Փառք Հիսուսին։ Նայեք, դատավորաց 7:3-ից եմ ուզում կարդամ։ Հալելույա։ Եվ հիմա քարոզ կարդալ դուր ժողովրդի ականջին եւ ասիր։ Նայեք, ես զարմացել եմ, ասում եմ, փաստորեն, ես ինչ էր։ Քարոզ կարդալ դու ժողովրդի ականջին։ Ասա Աստված այսօր խոսում է իմ ականջին։ Ով որ վախկոտ եւ վատասիտ է, թող հետառնա։ Ասում եմ Տեր իմ Աստված։ Ու գիտես ցավալին որն է։ Հեսա կտեսնենք։ Եվ ասա ով որ վախկոտ եւ վատասիտ է, թող հետառնա եւ գաղած սանից գնա եւ ժողովրդից 22,000 հոգի հետառան։ Դուք պատկերացնում եք ինչ թիվ է։ Բարձացել էին ամբողջ ժողովուրդը գնում էր պատերազմի, բայց քարոզ եղավ ու այդ քարոզից շատերը հետառան։ Քարոզ կարդա դուր ժողովրդի ականջին եւ ասա ով որ վախոտ վատասիտ է թող հետառնա եւ գաղած սարից գնա եւ ժողովրդից 22,000 հոգի հետառան եւ մնացին 10,000-ը։ Զարմացել էի։ Շատը հետառավ, որտեղ վախկոտ էին, որտեղ թուլասիրտ էին։ Եվ գիտես հետաքրքիր որն է, Աստված է մեր պատերազմող Աստվածը։ Այս 10,000-ից էլ 300 հոգի ընտրեց։ Ու գիտեք ես զարմացել եմ, ասում եմ Տեր իմ Աստված, կարող է 10,000 անոց եկեղեցի լինի, 20,000 անոց եկեղեցի լինի, բայց մարդկանց սիրտը այս մարդկանց նման, եթե քարոզ եղավ, կարող է շատերը թողեն գնան։ Որտեղ մարդիկ, գիտես, հարմարվում են այն ամենին, ինչ որ կա, բայց երբ որ գալիս Աստծո խոսքը, այն խոսքը, որը նրանց ուժ պետք է տա, զորացնի, հավատքը բարձրացնի, մարդիկ թուլասիրտ, վախկոտ են գտնում ու հետ են դառնում։ Վախենում են գործը կորցնեն, վախենում են փող կորցնեն, վախենում են, վայ հանգացնես չասեն, չվախենաս, պատտվի կողքին տասա չվախենաս, Հիսուսը մեր հետ է, հիմա արեք գնանք մյուս տեղը, դու հավատում ես, որ դու Քրիստոսի հետ ես, գաստ է մարդը, որ հավատում է, ինքը Քրիստոսի հետ է, գիտես աշակերտներն են Քրիստոսի հետ, կույրերը տեսնում էին, կաղերը քայլում էին, մեռելները հարություն էին առնում, հրաշքներ էր կատարվում, Քրիստոսը կերակրում էր, հա, այդ ամեն ինչ անում էր, հոգ էր տանում, եկավ մի պահ, Փառք մեր Տիրոջը, հալելույա, Մատթեոս 8:26, Մատթեոս 8:26, Գիտես նավով գնում են, Հիսուսն էլ հետներն են, հետներն է, թե հետները չէր, նույն նավի մեջ էր, մեկ են մի անսպասելի փոթորիկ բացացավ, դուք ինչ եք կարծում, մեր կյանքում չեն կարող այդ փոթորիկները լինեն, ու լինում են, թե չեն լինում, Կաստ է կյանքում ինչ փոթորիկ չի եղել է, օրինակ իմ կյանքում շատ է եղել, ես
Շատ փոթորիկների մեջով անցել եմ։ Հալելույա։ Ու փոթորիկ խաղացնողը Տերն է, ոչ թե դու։ Ոչ քո մասնագիտությունը, գիտես, ձկնորսներ էին։ Իրանք նավ վարել լավ գիտեին։ Բայց այնպես փոթորիկ էր, որ այդ նավ վարելը իրանց չօգնեց։ Իրանց մասնագիտությունը չօգնեց այդ պահին։ Ու կարող է այսօր քո կյանքում դու լավ սենց հավատացյալ ես, բայց քեզ չօգնի դա, եթե դու ինչ անես, վախենաս։ Ու ինչ ասում, իսկ նա ասեց նրանց, ինչու եք այդքան վախկոտ։ Ասա Հիսուսն իմ հետ, ես չեմ վախենա։ Են չի ես այսքան վախկոտ։ Թերահավատներ, այնուհետև վեր կացավ, սաստեց քամիներն ու ծովին և մեծ խաղաղություն եղավ։ Հալելույա։ Ինչ եք վախկոտներ, ինչ եք վախեցել, ես ձեր հետ եմ, պպտինն են, հետո հաջորդ տեղը, Մարկոս 4:40, Մարկոս, ավետարան, 4, հալելույա, նա վարեք 35-ից կարդանք, և այն օրը, երբ որ իրիկուն էր լինում, նրանց ասեց, եկեք անցնենք այն կողմը, և ժողովուրդը թողեցին և նրան նավով նարան, ինչպես որ էր նավումը, և ուրիշ նավակներ էլ կային նրա հետ, և քամին մեծ փոթորիկ էր լինում, և ալիքները թափվում էր նավի մեջ, մինչև որ համարյա արդեն լցվում էր, պատկերացնում եք, համարյա լցվում էր, համարյա շուռ էր գալի, ձկնորսները լավ գիտեին, որ այդ նավի մեջ ջուրը լցվեց, կարող խողտակվի, հաջորդը 38-ը, Փառք Հիսուսին, և ինքը նավի հետևին կողմում բարձի վրա քնած էր, հանգիստ, ասա Քրիստոսը միշտ հանգիստ է, միշտ խաղաղ, չի խառնվում իրար, այնպես չի, որ Քրիստոսի համար շատ հեշտ էր խաչը գնալ, 3 անգամ նույն բանը աղոթեց, Գեթսեմանում, հայր, չի նի որ այս բաժակը ինձանից, բայց ոչ թե իմ ուզածը, այլ քո կամքը, իսկ մենք շատ ժամանակ ասում ենք, չէ, մեր ուզածը, ես տենց եմ ուզում, ես տենց եմ մտածում, հիմա ես քեզ ասում եմ, կան բաներ, որոնք դու սխալ ես մտածում, ու հենց հիմա, ես զգում եմ իմ հոգու մեջ, դու սխալ ես մտածում, որովհետև այդ ինչ որ դու մտածում ես, Աստծուց չի։ Դեմա դու բռնիկ ես դրա մեջ, որովհետև դու վախենում ես, վախը պատել է, և դու չես տալի, որ Աստված չես մոտենում ասում, չես աղոթում, չես կարդում, չես մասնակցում եկեղեցաշինությանը, չես մասնակցում ծառայություններին, որովհետև վախենում ես, չվախենաս, ամբողջությամբ նվիրի Քրիստոսին, որովհետև եթե Քրիստոսը չլիներ, այդ նավը կխորտակվեր, դու հավատում ես, որ կխորտակվեր, ինչքան էլ ձկնորս էին, ինչքան էլ կարում էին այդ նավը ղեկավարել, բայց այնպես փոթորիկ էր, որ այդ Քրիստոսի ներկայությունը, կարևոր էր, որ այդ ալիքները, այդ փոթորիկը կանգներ։ Իսկ այսօր շատ մարդիկ ուզում են իրենք կանգնեցնեն, չենք կարա։ Ինչ արեցին, հոգը չէ, որ կորչում ենք, 39, ասա Աստծո հոգնա, որ մենք չկորչենք, Աստված շատ է մտածում, որ մենք չկորչենք, և նա զարթնելով քամուց սաստեց և ասեց ծովին, լռիր, պապանձվիր, և քամին դադարեց ու մեծ խաղաղություն եղավ, ինչ արեց, ասեց, ով ասում, որ Քրիստոսը իր կյանքի մեջ խոսա, բացի գիրքը կարդա, բացի գիրքը կարդա, թե Քրիստոսն ինչ ասում, հալելույա, նա ասեց, բոլոր փոթորիկներն ու քամիները կանգնեցին, ամեն բան հնազանդվում է մեր Տիրոջը, երկրում չկա մի աղետ, որ չհնազանդվի Տիրոջը, երկնքում չկա մի բան, որ Աստծո խոսքով չհաստատվի,
Ու եթե ինքը իր խոսքով քեզ հաստատել է, ուրեմն սամուր եղի, չվախենաս։ Քայլի առաջ։ Նայ հաղթանակներին։ Վեկալ այդ փոքր քարը, ասա դու ով ես, որ Աստծո բանակին, դու ով ես, որ եկեղեցու դեմ խոսում ես։ Դու ով ես, որ եկեղեցու դեմ ես դուրս եկել։ Փոքր քարը։ Շատ ժամանակ լսում ես, չէ՞, եկեղեցու սեր չկա, հետո որ ասում ասա կա։ Դա քարը։ Իր սխալ խոսանում։ Վայ եկեղեցում ես չկա, եկեղեցում ինչ չկա, Աստված գիտի եկեղեցում ինչ կա, ինչ չկա։ Դու հավատում ես, որ ամենը Սուրբ Հոգու վերահսկողության տակ է։ Ինչ կա այդ եկեղեցում։ Ինչ կա, չկա, ամեն բան կա հենց եկեղեցում, որտեղ եկեղեցին Տիրոջ մարմինն է։ Գիտես, այնքան է սատանան մոլորեցնում շատ ժամանակ մարդկանց, որ մարդիկ մտածում են իրանք ճիշտ են, սաղ բռնված են։ Դա էլ է վտանգավոր։ Դա շատ վտանգավոր է։ Ես քեզ ուզում եմ զգուշացնեմ, հանկարծ ոչ մեկի դեմ, միջև Աստված չասի, խոսք չխոսաս։ Դու ով ես, որ ասես ինքը բռնված է, կամ ինքը սխալ է, այն մյուսը սխալ է։ Գիտեք, ես այնքան էի աղոթում, ասում էի Տեր իմ Աստված, միջև դու չասես, միջև դու ցույց չտաս մարդու մեջինը, ես ով եմ, որ ասեմ ինքը դրա մեջ է։ Բայց գործողությունները մարդու ցույց են տալի ինքը ինչի մեջ է։ Դու տեսնում ես հակառակված մարդու, դու հեչ եղել է, որ հակառակված հարևան ես ունեցել։ Ով ունի այդ ձևի հարևան։ Ինչքան շատ մարդիկ ունեն։ Հակառակված։ Գիտես, ամեն անգամ մի բան ուզում անի, որ կռիվ գցի։ Դու հանգիստ ես, խաղ ես, միշտ ուզում ես բանին անես, միշտ ուզում ես օգնած անես, միշտ ուզում ես ման, բայց ինքը չի հասկանում։ Ամեն ինչ անում է, որպեսզի վնասի, կռիվ գցի։ Որտև իր մեջինը կռվարար է, իսկ ու մեջինը խաղ է։ Ասա նա որ մեր մեջ է, մեծ է, իրանց մեջ եղողից, հանգիստ էլի, չվախենաս։ Եղել է, որ եկել են վախեցրել են սենց։ Գիտես, ես տեսել եմ այդ վախի ոգուն, դևին։ Մեկը կար, ինքը դիվահարված էր, երբ որ ինքը վեր էր կենում ու գոռում էր, սա խախտում էին։ Գոռում էր, իրան ճղում էր, փրփրում էր, ես ինչ էր անում, ոչ մի մարդ չէր մնում ուտե։ Ասում եմ, փախեք, եկավ։ Գիտես, մեկն էլ կար, որ սաղ տարածաշրջանը վախեցնում էր։ Ասում է, այնքան էին այնց էր վախեցրել, այդ գերեզմանոցներում ապրող լեգիոնով լցված, հա, մարդը, սաղին վախեցրել էր, ոչ մեկ այդ ճանապարհով չէր գնում։ Ու այսօր շատ բաներ կան այդ ձևի, հա, որ կարան քեզ վախեցնեն, որ հանգարց չգնաս։ Բայց Հիսուսը, ասա Հիսուսը, գնաց։ Այդ ճանապարհի մեջ մտավ։ Ու երբ որ հենց ոտքը դրեց այդ ճանապարհի մեջ, դիվանը ընկավ ոտերը։ Ասա բոլոր ճանապարհները Աստված բացում է մեր համար։ Փառք Հիսուսին։ Հիսուս, բարձրալ Աստծո որդի, ինչու է ժամանակից շուտ եկել մեզ տանջելու, որովհետև եկել եմ ճանապարհ բացեմ։ Նրանք սարսափում են։ Այսօր դևերը սարսափում են, որովհետև Քրիստոսը եկել է, որ մեր կյանքի համար ճանապարհ բացի։ Դեպի փրկություն, դեպի երկինք։ Եվ դա հետ չի տրվում։ Այո, փոթորիկներ կլինեն, նախատինքներ կլինեն, խոսակցություններ կլինեն։ Գիտես, ամեն օր 40 օր վեր էր կենում ու ասում էր, ու չկար մեկը, որ վեր կենար ասել դու ով ես։ Մինչև չհայտնում ես Դավիթը։ Պտտվի կողքին տասը դու Դավիթի պես պետք է վարվես։ Ոչ թե վախեցած կարգավիճակում։ Գիտես, ես մի հատ բարի լուր ունեմ ասելու։
Հալելույա։ Մի անգամ վկայություն ասա, մի անգամ իմ կյանքի մեջ եկել էր ծառայության մեջ շատ ուժեղ հարձակում ու մեծ վախ էր եկել։ Բա Տեր իմ Աստված, բա ոնց պետք է անենք, ոնց պետք է շարժվեմ, ինչ պետք է անեմ։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան, այդ վախը ինձ գցել էր դեպրեսիայի մեջ ու ես չէի հասկանում ոնց դուրս գամ դրանից։ Որտեվ այդ ձևի բաներ շատ քիչ է պատահում, բայց երբ որ պատահում է ուժեղ է պատահում։ Ու ես աղոթում եի, Տեր, ոնց անեմ։ Այո, իմ մեջ վախեր եկե, որ ես կարամ կորցնեմ իմ ծառայությունը։ Իմ մեջ վախեր եկե, որ ես կարամ կորցնեմ եկեղեցին։ Վախեր եկե։ Ու գիտեք մի բան, որ ես աղոթքի ժամանակ Տերն ասեց, չվախենաս, ես քո հետ եմ։ Եվ այդ մի խոսքը բավական էր, որ ես արթնանայի ու կանգնեի։ Ու շարունակեի։ Ու երբ որ ես սկսեցի շարունակել, Աստված սկսեց ավելի շատ գործել։ Փառք Հիսուսին։ Դրա համար մենք չենք կանգնելու, ասա չենք կանգնելու ու չենք վախենալու։ Ումից վախենանք։ Մարդուց, մարդը ինձ ինչ կանի, եթե Աստված իմ հետ է։ Եթե Աստված մեր կողմն է։ Փառք Հիսուսին։ Դրա համար քո տեղդ հիմա հաստատվիր։ Այ հիմա հաստատիր քո սիրտը։ Գիտես, մի բան էր սենց, որ իմ հոգու մեջ կա, հալելույա, խոսալու այսօր, գիտես մարդուն 100 անգամ ասում ես, որ վստահի Աստծուն, վստահիր, հավատա, ապրի հավատքով, քայլիր հավատքով, հալելույա, որտեղ փոթորիկներ լինելու են, մեկը փոթորիկը գալիս, այլի վախենում են։ Մի վախեցի։ Մի վախեցի։ Փառք Հիսուսին։ Ասա Աստված ինձ ապահովելու է վախերից։ Միքիա 4:4։ Դու ուզում ես ապահով ապրես։ Ո՞վ ուզում ապահով ապրի։ Աստված խոստմունք ունի։ Միքիա 4:4։ Փառք Հիսուսին։ Չորս գլուխ, 4 խոսքից։ Այլ ամեն մարդ պիտի իր որդի տակին բնակվե և իր թզենու տակին և վախեցնող պիտի չլինի, որտև զորած Տիրոջ բերանն է ասել։ Ասա Աստված խոսացել է, որ ինձ վախեցնող այլևս չի լինելու։ Ու ես ապահով պետք է բնակվեմ իմ տանը, այն երկրում, որտեղ Աստված ինձ դրել է։ Այլ ամեն մարդ պիտի իր որդի տակ բնակվե և իր թզենու տակ և վախեցնող պիտի չլինի, որտեղ զորած Տիրոջ բերանն է ասել։ Աստված ինչ ասել է, դա էլ լինելու է։ Եթե Աստված ասում է քեզ խոնարհվիր, ես կբարձրացնեմ, ուրեմն խոնարհվիր։ Եթե Աստված ասում է ներիր և ես կներեմ, ուրեմն ներիր։ Եթե Աստված ասում է սիրիր, որտեղ սիրո մեջ վախ չկա, ասա սիրո մեջ վախ չկա։ Նորից ասա, սիրո մեջ վախ չկա։ Սիրիր։ Հալելույա, որտեղ Աստված սեր է։ Եվ որտեղ որ Աստված հանդեպ վախ չկա։ Ես քեզ 100%-ով եմ ասում, որտեղ որ Աստված հանդեպ վախի ոգին իրանք չունի, բայց այսօր մենք տեսնում ենք աշխարհում ինչքան մարդիկ վախի մեջ են ապրում։ Գիտես, երբ որ մենք վախենայինք, մենք չէինք քայլի առաջ։ Եթե այսօր մենք վախենայինք, մենք չէինք անի այն գործերը, որոնք այսօր գործում ենք։ Մենք կնմանվենք այն մարդկանց, ովքեր վախի մեջ են։ Մենք ասենք, վայ, հնարավորություն չունենք, վայ, ես վախենում եմ, ես քայլ անեմ, բայց մենք վախ չենք արել, մենք քայլ ենք անում։ Ամեն ինչում քայլ ենք անում, առանց վախենալու, որտեղ հավատում ենք, որ ոչ թե մարդկային ուժով, Աստծո զորությամբ ամեն բան կլինի։ Ոչ ուշով, ոչ զորությամբ, այլ Տիրոջ հոգով։ Տիրոջ հոգին այստեղ է։ Նա է մեր առաջնորդը։ Եվ նա ասում է մի վախեցի, ով որ Տիրոջ հոգով լցված է, նա վախ չունի։ Փառք Հիսուսին։ Եվ սա ասում է Տիրոջ բերանն է ասել։ Ու գիտեք քանի անգամ ասել։ Կրակի միջով կանցնես, ես քո հետ եմ։
Ջրերի մեջով կանցնես քո հետ եմ։ Թեկուզ մավան շուքի ձորով անցնեմ, Տեր, դու այնտեղ ես ինձ հետ, եւ քո սուպն ու գավազանը մխիթարում են ինձ, հալելույա։ Ես չեմ վախենա։ Փառք Հիսուսին։ Գիտեք սիրելիներս, այսօր գալու է քո կյանքի վախերի վերջը։ Համաձայն ես։ Ո՞վ է համաձայն։ Վերջում մենք աղոթելու ենք։ Աղոթել ենք, որ այդ վախերը մեր կյանքերից հեռանան եւ այլևս չմոտենան։ Փառք Հիսուսին։ Եվ շատ հզոր է, որ մենք հասկանանք մի բան, Աստված խոսում է, Աստված ասում է եւ Աստված անում է, հալելույա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եսայա 41 8-րդ խոսքից եմ ուզում 8-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Եվ դու Իսրայել իմ ծառա, ով հավատում որ ինքը Աստծո ծառա է։ Կաս թե մարդը որ Աստծո ծառա է։ Հալելույա։ Ով Հակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելի Աբրահամի սերունդը։ Մենք հավատացյալ ենք, թե հավատացյալ չենք։ Փառք Հիսուսին, որ հավատացյալ ենք։ Որ քեզ առի երկրի ծայրից։ Պատկերացնում եք ինչ արել, աշխարհից է վերցրել բոլորիս։ Հալելույա, ամեն մեկից մի տեղից։ Եվ քեզ կանչեցի նրա եզերքներից։ Եվ քեզ ասեցի, դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ, ես քեզ չեմ մերժի։ Ասա Աստված է ինձ ընտրել։ Բթթվի կողքին տասը Աստված է քեզ ընտրել։ Եվ նա քեզ չի մերժի։ Փառք Հիսուսին։ Հաջորդը 10 մի վախենա, որովհետև ես քեզ հետ եմ։ Անես լուրջ նստել եք, ասա Աստված իմ հետ է։ Մի քիչ աշխուժ եղի, որովհետև Աստված, կենթանի Աստված քո հետ է։ Երկինք ու երկիր ստեղծող Արարչի քո հետ է։ Ինչից ես պետք է վախենամ։ Մի վերի, որովհետև ես քո Աստվածն եմ։ Դու հավատում ես, որ դու Աստված ունես կենթանի։ Քո Աստվածը լսում է։ Գիտես Եղիան ասում էր, ավելի բարձր աղաղակեք, ձեր Աստծուն քաղաքնած է, մեր Աստված չի քնում։ Որովհետև մեր աղոթքը լսում է։ Ես զորացրել եմ քեզ։ Ինչ արել։ Ոչ չի վախեցրել, բայց Աստվածավախությունը քանդում է մարդկային վախը։ Դու ստես։ Դու պետք է Աստծուց վախենաս, Աստծո երկյուղ ունենաս, որ այդ վախերը գնան։ Նաև օգնել եմ քեզ։ Ասա հիմա Աստված ինձ օգնել է։ Բերել աստղ, որ իր խոսքով կերակրի, որ ասի իմ բերանն ասե։ Մի վախեցի, ես քո հետ եմ։ Հալելույա։ Նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով։ Այսօր Աստված ուզում է հաստատի քեզ եկեղեցու իր մարմնի մեջ, որ դու զորություն առնես, որ դու չվախենաս, որ դու սկսես հաղթահարել բոլոր վախերը։ Գիտեք, վախի հետևում ինչեր կան։ Առակաց 25-ից եմ ուզում կարդամ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Մարդի վախը, որը գաչի մեջ կգցի։ Ինչի մեջ։ Գիտեք սիրելիներս, երբեք չվախենաս մարդուց։ Որովհետև հենց ինչ որ բանից դու վախեցած, որը գայքի մեջ է գցելու։ Բայց Տիրոջը ապավինողը, դու պատրաստ ես այսօր ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ ապավինել նրան։ Բայց Տիրոջ ապամինողը կապաստանվի, պաշտպանված կլինի, փառք Հիսուսին, ամեն։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ հասկանանք եւ չվախենանք, ամեն, ոչ մի բանից չվախենանք։ Գիտեք, մի անգամ մեկը խոսում էր ծառայության ժամանակ, ու ինքը ասեց, եթե ես չաշխատեմ, ինքը վախի մեջ էր,
որ պետք է աշխատի, որ իր տունը պահի, ու այսօր շատ մարդիկ այդ ձևի վախի մեջ են, բա ոնց անեն ինչ-որ բան, ձեռք բերեն, ունենան, դնեն, անեն, դիզեն, գիտեք սիրելիներս, վախը, որը գայթի մեջ է գցում, եւ Աստծո խոսքն ասում Երանի այն մարդուն, ով իր աշխատանքը կվայելի ու կորտնվի, որտեղ Տիրոջից է դա, այդ շնորհքը Տիրոջից է, բայց շատ մարդիկ մտածում են, որ դա ձեռք բերելով, գիտես, Իսրայել ժողովուրդը հարստությունը չփրկեց, որտեղ վախը ավելի մեծացավ, նրանք վախեցան առաջին իրանց կյանքի համար, որտեղ իրանց աչքին չէր երևում այն հարստությունը, որոնք իրանք դուրս էին բերել Եգիպտոսից, ու շատ ժամանակ այնց այդ վախերը հանդիպում են ճանապարհին, որ այդ հարստությունը չի օգնելու, այլ Աստված է օգնելու, Աստծո բերանի խոսքն է օգնելու, ամեն, հավատքն է օգնելու, եւ Հիսուսը ինքը ասեց, վախկոտներ, թերահավատներ, ինչեք խառնվել իրար, ասա ես չեմ վախենալու ու հավատալու եմ քեզ Հիսուս ջան, Փառք Հիսուսին, գիտես Եդեմական պարտեզում վախ չկար, երբ որ Աստված ստեղծեց Եդեմական պարտեզը Ադամին ու Եվային ու ամեն ինչը ընդ վախ չկար, նրանք մերկ էին ու չեն վախենում, բայց հենց մեղ գործեցին, հենց Աստծո պատվիրանը չկատարեցին, միանգամից վախը եկավ, ինչ արեցին, փախան Տիրոջ ձայնից, ու այսօր շատերը այդ վախի մեջ են, Աստծո առաջ են վախենում, եւ մարդկանցից են վախենում, պատճառը ինչն է, մեղքն է, իսկ այսօր ասա Աստված ներել է իմ մեղքերը, որ ես չվախենամ, եւ ապրեմ այն խաղաղության մեջ, որ Աստված ստեղծում է իմ շրջապատում, հալելույա, ու չնեղանաս ոչ մեկից, որտեղ ոչ մեկը չի կարա տա այն ինչ որ Աստված այսօր պատրաստ է տալու քեզ, հալելույա, ամեն, նեղանում եմ եկեղեցի չեմ գալի, նեղանում եմ տնային խմբակ չեմ գալի, այս մեկը ինձ բան ասեց դուրս չեկավ, այս շատերի բան արածները դուրս չի գալի, եթե մենք նայենք դուր գալուն կամ չդուր գալուն, մենք չենք ծառայի, բայց մենք նայում ենք Աստծո կամքին, Աստծուն դուր է գալի, թե դուր չի գալի, ամեն մեկս մեր համար պետք է պատասխան տանք Աստծո առաջ, մեր արած գործերի համար, մեր արած քայլերի համար, մեր խոսալու համար, որտեղ Աստծո խոսքը ասում է, ձեր ամեն խոսքի համար պատասխան եք տալու Աստծուն, որտեղ քո խոսքից կարդանանաս եւ քո խոսքով կդատապարտվես, չլինի այնպես, որ քո խոսքից դատապարտություն գա, եւ այսօր շատերի խոսքից դատապարտություն է գալի, եւ մարդիկ մտածում են, որ եթե իրանք համաձայնում են հակառակություն ու գնում են կոմպրոմիսի, գիտես դա դրանով օգնում են ինչ-որ մեկին, գիտեք դուք ավելի եք վնասում մեկդ մյուսին, եթե մեկդ մյուսի ճշմարտություն չեք խոսում։ Կոմպրոմիսը քանդում է, բայց ճշմարտությունը կառուցում է։ Փառք Հիսուսին։ Իսկ այսօր շատ մարդիկ ուզում են որ շոյված լինեն, գիտես Աստված ամեն անգամ չի որ գալիս է շոյում, նա գալիս է նաև հանդիմանում է։ Որտեղ ամբողջ աշխարհը Աստծո աչքերի տակ է, հալելույա, նա տեսնում է ամեն բան, նա տեսնում է քո ծածուկում խոսացածն էլ։ Գիտես վախեցել էր թագավորը, ասում են մեր մեջ դավաճան կա, ինչ-որ մեկը կա, որ հայտնում է Իսրայելի թագավորին, որտեղ ամեն ժամանակ, երբ որ մենք ինչ-որ բան որոշում ենք, ընդ գիտեն։ Վախեր եք, ես ինչ բան է։ Ես ով է։ Ասա Աստված գիտի ամեն բան։ Աստված գիտի իր ժողովրդին պահելու։ Թշնամու ծրագրերից, ծածուկում գործած ծրագրերից, որոնք գրվում են քո դեմ, Աստված հայտնում է։ Եվ այսօր Աստված հայտնել ասում է մի վախեցի քո թշնամուց, մի վախեցի նրանք, ովքեր ուզում են քեզ առանձնացնել Տիրոջ փառքից, մի վախեցի նրանցից, ովքեր քեզ ուզում են կանգնեցնել Աստծուն ծառայելուց, մի վախեցի հանգամանքներից, մի վախեցի փոթորիկներից, մի խոսք, Հիսուսը վեկացավ ու հանդարտեցրեց քամիներն ու փոթորիկը, այսօր Աստված ուզում է քո կյանքում կանգնեցնի դա, դիմի նրան, հավատա նրան, որ չլինես վախկոտ ու թերահավատ։ Ու երբ որ ես կարդում եմ այդտեղ, որ ասում էր քարոզի ժողովրդի ականջին եւ ասա, ով որ վախկոտ ու թուլասիրտ է։
Հերիքա վախենակ։ Գերեկ ես խոսում եմ մարդիկ կան, որոնք վախենում են իրենց ամուսիններից, կանայք կան, ամուսիններ կան, որ վախենում են իրենց կանանցից, մարդիկ կան, որոնք վախենում են իրենց դիրեկտորներից, մարդիկ կան, չասեք տենց չի, որովհետև տենց է, մարդը վախենում է իր գործատուից, ես դրա մասին խոսում էի, գիտես շատ մարդիկ կան, բայց Աստծուց չեն վախենում, վախենում են մարդուց, բայց Աստծուց չեն վախենում, գիտեք այդ ինչ վախն է, կորցնել նյութականը, կորցնել աշխատանքը, հետո թող այդ գործատուն կա, գիտես այն վերջի խոսքը ասել ձևի մարդուն, ինքը երբեք պատասխան չի տա, բայց երբ որ Աստծո խոսքը գալիս է հանդիմանելու, բարձրացնելու, մխիթարելու, օրհնելու, հաշվի չեն առնում։ Հələ մի բան էլ հակառակվում են։ Սիրելիս, Աստծուց վախեցի եւ հեռու փախի աշխարհի վախից։ Ամեն, չվախենաս։ Առաջի Հովհաննես 4:18 Հալելույա։ Փառք Հիսուսին։ Վախ, կարաս ասես, վախ չկա սերի մեջ։ Նորից ասա, վախ չկա սիրո մեջ։ Այլ կատարյալ սերը հեռացնում է վախը։ Որովհետև վախը տանջանք ունի։ Ասա ես այսօր բոլոր տանջանքներից ազատվելու եմ։ Մարդ տանջվում, բայց չի իմանում, որ դրա հետևում տանջանքի հետևում վախն է կանգնած։ Այդ վախի ոգին, որտեղ վախը ինչ ունի, տանջանք ունի։ Բայց նա որ վախենում է, կատարյալ չի սիրո մեջ։ Արեք ոտքի կանգնենք։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Կատարյալ սերը վախը հեռացնում է։ Ես հավատում եմ, որ Աստված քեզ կլցնի կատարյալ սիրով։ Կարաս հիմա մի հատ քաղցր խոսք ասես կողքինիդ։ Քաղցր։ Մի վախեցիր, որտեղ ես քո հետ եմ։ Ուր էլ որ գնաս, քո հետ եմ։ Ուզում եմ, որ կարդանք Սաղմոս 23-ը միասին։ Հալելույա։ Այս հռչակումով հաստատենք, որ Տերն է մեր հովիվը։ Հալելույա։ Սաղմոս 23։ Տերն է իմ հովիվը։ Ես կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար։ Թեև գնամ մայի շուքի ձորում, չար բանից չեմ վախենա, որտեղ դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ծուփը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է։ Հենց բարիք և ողորմություն կգան իմ հետևից, իմ կյանքի բոլոր օրերում և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Հալելույա։